Ճանապարհատրանսպորտային երթևեկությունը հնարավորինս անվտանգ կազմակերպելու գործում տեխնիկական միջոցների, հարագաչափերի և տեսահսկող սարքերի կիրառումը այլևս արդարացման խնդիր չունի։ Պակասել են մահվան ելքով վթարները, և սրանից կարևոր ցուցանիշ լինել չի կարող։ Իսկ խախտումների գրանցման ու պատժի կիրառման հարցերում բողոքներ կլինեն, իհարկե նաև սպառիչ պատասխաններով։ Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է քննարկել, վերլուծել ու մեկնաբանել խախտումների արձանագրման կենտրոնում գրանցված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները։ Բողոքները շատ են, պատասխանները սպառիչ։ Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ փոխգնդապետ Արմեն Խաչատրյանը մեր հանդիպման ընթացքում փաստեց, որ վերջին 10 օրվա ընթացքում ճանապարհային ոստիկանությունը դիմել ավելի քան 1500 քաղաքացի, դիմումներով, բողոքներով, առաջարկներով։ Բողոքների հիմնական մասը վերաբերում է մայրաքաղաքի խաչմերուկներում կատարված խախտումներին, թե ինչու մանրամասնում է ճանապարհային ոստիկանության պետի տեղակալը։ Ստանալով վարչական ակտում պատկերված է միայն լուսանկար տրանսպորտային միջոցի եւ տվյալ իրադրության, եւ քաղաքացիները դիմելով մեզ դժգոհություն են հայտնում, որ իրենք որևէ երթևեկության կանոն չեն խախտել, եւ որպես ապացույց բերում են լուսանկարը։ Դիմում բողոքների քանակը պայմանավորված է մի դեպքում ինտերնետի անհասանելիությամբ, մյուս դեպքում ինտերնետից օգտվելու չիմացությամբ։ Որոշ քաղաքացիներ պարզապես տեղյակ չեն, թե ինչպես կարելի է դիտել խախտման տեսանյութը համացանցում, սակայն կան նաև դեպքեր, երբ կրկնակի քննարկման դրված խախտումները վերանայվում են։ Վերջին 10 օրվա ընթացքում ներկայացված դիմումներից 67-ը մերժվել է, մեկը մերժվել է մասնակի, եւս 87 դիմում կամ բողոք բավարարվել է։ Դիմումների ներկայացման կարգը պարզ է, իսկ դիմումները ներկայացնելու համար ստեղծված են բոլոր պայմանները։ Դիմումը կարող են ներկայացնել ճանապարհային ոստիկանության պետի անունով, կարող են ներկայացնել դիմումը ինչպես ներկայանալով ճանապարհային ոստիկանություն, այնպես էլ փոստային առաքման միջոցով, համաձայն օրենսդրության բողոքը կարող է ներկայացնել, գանգատը կարող է ներկայացնել վարչական ակտը ստանալու պահից սկսած 10-օրյա ժամկետում, սակայն եթե կան հարգելի պատճառներ նշված ժամկետը բաց թողնելու վերաբերյալ, նրանք կարող են դիմում նշել ժամկետը բաց թողնելու պատճառները, վարչական մարմնի կողմից ուսումնասիրում են դիմում նշված հանգամանքները, հատկապես ժամկետը բաց թողնելու պատճառները, եւ կարող են համարվել հարգելի եւ բողոքը ընդունվել վարույթ եւ քննարկվել։ Իմ զրուցակիցը հավելեց, որ կարող են լինել նաև բացառություններ։ Օրինակ, իրավախախտումը թույլ է տրվել ծայրահեղ անհրաժեշտության վիճակում, բազմաթիվ են եղել նաև այն դեպքերը, երբ վարորդը հրատապ ինչ-որ հիվանդի, ծանր հիվանդի պետք է հասցներ հիվանդանոց, որտեղ պետք է իրեն առաջին բուժօգնությունը ցույց տալի, եւ նրան դեպքերում ստանալով դիմումները քննարկել, պարզել ենք նշված հանգամանքները եւ դա գնահատվել է որպես ծայրահեղ անհրաժեշտություն եւ բեկանվել են այդ վարչական ակտերը։ Սակայն վարորդը պետք է ներկայացնի նաև տեղեկանք բուժհաստատությունից, որ այդ օրն իրոք հիվանդ է հասցրել հիվանդանոց։ Զրուցակցիս հավաստմամբ տեխնիկական սարքերն արդեն վաղուց են արդարացրել իրենց։ Վարորդների գիտակցումը, որ իրենց հետևում է ճանապարհային ոստիկանության ամենատեսաճքը, պարտադրում է զգոն եւ զգույշ լինել։ Այդ իսկ պատճառով փողոցների ու խաչմերուկների տեխնիկական համալրումը կշարունակվի։ Ներկայումս գործում է 81 արագաչափ սարք, մինչև տարեվերջ նախատեսված է, որպեսզի այդ սարքերի քանակը հասցվի 90-ի։ 81 արագաչափ սարքից 38-ը տեղադրված են Երևան քաղաքից դուրս, 75 խաչմերուկ Երևան քաղաքում կահավորված են տեսախցիկներով, մինչև տարեվերջ այդ խաչմերուկների թիվը կհասնի 80-ի։ Քիչ չեն դեպքերը, երբ իրենց ավտոմեքենան վաղուց վաճառած քաղաքացիները գալիս են ճանապարհային ոստիկանություն խախտումների մասին արձանագրությունները ձեռքին։ Տուգանքները չվճարելու համար այս քաղաքացիները պետք է ներկայացնեն փաստաթղթեր, որոնք կփաստեն մեքենան վաճառելը կամ կներկայացնեն ավտոմեքենայի նոր սեփականատիրոջը, ով կհաստատի, որ խախտումը կատարել է ինքը։ Իսկ նրանք, ովքեր որոշել են վաճառել իրենց տրանսպորտային միջոցը, ճանապարհային ոստիկանությունը հորդորում է կնքել առուվաճառքի պայմանագիր, հաշվառումից հանել ավտոմեքենան եւ գրանցել այն նոր սեփականատիրոջ անունով, հետագա փաստաթղթային քաշքշուկներից խուսափելու համար։